Գիրք Ելից, գլուխ 34, օրենքի նոր տախտակներ։ Եվ Տերն ասաց Մովսեսին. երկու քարե տախտակներ կոփիր նախկինների պես, եւ այդ տախտակների վրա կգրեմ այն խոսքերը, որ առաջին տախտակների վրա էին, որոնք դու կոտրեցիր, եւ առավոտյան պատրաստ եղիր եւ վաղ առավոտյան Սինա լեռը բարձրացիր, եւ այնտեղ լեռան գագաթին կանգնիր, իմ առջև, եւ ոչ մեկը քեզ հետ վեր չբարձրանա, եւ ոչ մեկը չերևա լեռան վրա, ոչ անգամ մի ոչխար կամ արջար արածի այդ լեռան ստորոտում։ Եվ նա երկու քարե տախտակներ կոփեց առաջինների պես, եւ Մովսեսն առավոտ վաղ վեր կացավ եւ բարձրացավ Սինա լեռը, ինչպես Տերն իրեն հրամայել էր, եւ երկու քարե տախտակներն իր ձեռքը վերցրեց, եւ Տերն ամպով իջավ եւ այնտեղ նրա մոտ կանգնեց, եւ Տիրոջ անունը հռչակեց։ Եվ Տերը նրա առջևից անցավ եւ հայտարարեց. Տերը, Տեր Աստվածը, ողորմած եւ գթացող, երկայնամիտ եւ բարեկթությամբ ու ճշմարտությամբ առատ, իր ողորմածությունն է ցուցաբերում մինչև հազարավորների հանդեպ, ներում է անօրենությունը, հանցանքն ու մեղքը, սակայն մեղավորին երբեք անպարտ չի թողնում։ Հայրերի անօրենությունն այցելում է որդիների վրա եւ որդոց որդիների վրա մինչև երրորդ ու չորրորդ սերունդը։ Եվ Մովսեսը շտապ մինչև գետին խոնարհվեց եւ երկրպագեց եւ ասաց. Ով Տեր, աղաչում եմ, եթե քո առջև շնորհ եմ գտել, խնդրում եմ, թող իմ Տերը մեզ հետ գնա, որովհետև սա մի խստապարանոց ազգ է, եւ ների՛ր մեր հանցանքներն ու մեղքը, եւ մեզ քո ժառանգությունը դարձրու։ Եվ Տերն ասաց. Ահա ես ուխտ եմ դնում քո ամբողջ ժողովրդի առջև, այնպիսի զարմանահրաշ գործեր եմ կատարելու, որ ամբողջ երկրի վրա եւ բոլոր ազգերի մեջ չեն եղել, եւ ամբողջ ժողովուրդը, որի մեջ դու կաս, կտեսնեն Տիրոջ գործը, որովհետև ահարկու է այն բանը, որ քո միջոցով եմ անելու։ Հիշիր, ինչ որ քեզ պատվիրում եմ այսօր, ահա քշելու եմ քո առջևից ամորացուն, քանանացուն, քետացուն, փերեզացուն, խևացուն եւ հեբուսացուն։ Զգուշացիր, որ հանկարծ քո գնալի երկրի բնակիչների հետ ուխտ չկնքես, որ այն քեզ համար գայթակղություն չդառնա։ Այլ կործանեցեք նրանց բագիները եւ փշրեք նրանց կուռքերը եւ կոտրատեցեք նրանց աստարոթները, քանի որ ոչ մի ուրիշ Աստծո չես երկրպագելու, որովհետև Տիրոջ անունը նախանձոտ է, նախանձոտ Աստված է նա։ Հանկարծ այն երկրի բնակիչների հետ ուխտ չկնքես, եւ նրանք իրենց աստվածներին հետևելով պոռնկություն անելիս եւ իրենց աստվածներին զոհ մատուցելիս քեզ չկանչեն, եւ դու նրանց զոհից չուտես, եւ նրանց աղջիկներից կնության չառնես քո որդիներին, եւ նրանց աղջիկներն իրենց աստվածների ետևից գնալով պոռնկություն անելիս քո որդիներին չստիպեն պոռնկանալ, իրենց աստվածներին հետևել տալով։ Ձուլածո աստվածներ չշինես քեզ համար։ Բաղարջակերած տոնը կպահես, 7 օր բաղարջած կուտես, ինչպես որ պատվիրել եմ քեզ Աբիբ ամսվա նշյալ ժամանակին, որովհետև Աբիբ ամսում էր, որ Եգիպտոսից դուրս եկար։ Ամեն մի արգանդ բացող իմն է, եւ քո անասունների մեջ ամեն արու առաջնեկ լինի արջար, թե ոչխար, որ արու է, իմն է։ Բայց էշի առաջնեկը գառով կարող ես փրկագնել, եւ եթե չփրկագնես, նրա վիզը պետք է կոտրես։ Քո որդիներից բոլոր առաջնեկներին կփրկագնես, եւ իմ առջև դատարկաձեռն չերևան։ 6 օր պետք է աշխատես եւ 7-րդ օրը հանգստանաս։ Եվ շաբաթների տոնը, ցորենի հունձի երախայրիների տոնը եւ տարվա վերջում բերքահավաքի տոնը կատարես։ Տարին 3 անգամ քո ամեն մի արուզավակը Տեր Աստծո Իսրայելի Աստծո առջև թող երևա, որովհետև քո առջևից քշելու եմ ազգերը եւ քո սահմաններն ընդարձակելու եմ։ Ոչ ոք քո երկիրը չպիտի ցանկանա, երբ տարին 3 անգամ քո Տեր Աստծո առաջ ելնելու ժամանակը լինի։ Իմ զոհի արյունը խմորյալ հացի վրա չթափես եւ զատկի տոնի զոհը մինչեւ առավոտ չմնա։ Քո երկրի երախայրիները քո Տեր Աստծո տունը կբերես, ուլին իր մոր կաթի մեջ չեփես։ Եվ Տերն ասաց Մովսեսին. այս խոսքերը գրիր քեզ համար, որովհետև այս խոսքերի համաձայն ուխտ եմ կնքել քեզ հետ եւ Իսրայելի հետ։ Եվ նա այնտեղ մնաց Տիրոջ հետ 40 օր եւ 40 գիշեր, հաց չկերավ եւ ջուր չխմեց, եւ տախտակների վրա գրի առավ ուխտի խոսքերը, այսինքն 10 պատվիրանները։ Եվ եղավ, երբ Մովսեսը Սինա լեռից իջնում էր, վկայության երկու տախտակները Մովսեսի ձեռքին էին, եւ լեռից իջնելիս Մովսեսը չգիտեր, որ իր երեսի մաշկը շողարցակում էր Տիրոջ հետ խոսելիս։ Եվ Ահարոնն ու Իսրայելի բոլոր որդիները տեսան Մովսեսին, եւ ահա նրա երեսի մաշկը ճառակում էր, եւ վախեցան նրան մոտենալ։ Եվ Մովսեսը կանչեց նրանց, եւ Ահարոնն ու ժողովրդի բոլոր ղեկավարները նրա մոտ դարձան, եւ Մովսեսը խոսեց նրանց հետ։
եւ սրանից հետո Իսրայելի բոլոր որդիները մոտեցան, եւ նա պատվիրեց նրանց այն ամենն, ինչ Տերը խոսել էր իր հետ Սինա լեռան վրա։ Եվ Մովսեսը մինչև նրանց հետ խոսելն ավարտելը իր երեսին քող էր դրել, բայց երբ Մովսեսը Տիրոջ առջև էր գնում, նրա հետ խոսելիս մինչև հեռանալը քողը վերցնում էր եւ դուրս էր գալիս ու Իսրայելի որդիներին հաղորդում այն ամենը, ինչ իրեն հրամայվել էր։ Եվ Իսրայելի որդիները Մովսեսի երեսը տեսնում էին, որ Մովսեսի դեմքի մաշկը փայլում էր, եւ Մովսեսը նորից իր դեմքը քողով ծածկում էր, մինչև նրա հետ խոսելու գնալը։